Իրանում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների զոհերի թվում նաև ազգությամբ հայ քաղաքացի կա։ Իրանի խորհրդարանի նախկին падգամավոր հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Բեգլարյանը ռադիոլուրի հետ զրույցում այդ լուրը հաստատեց ու նշեց, որ հաղորդվում է նաև 3 հայ վիրավորի մասին։ Մեկ երիտասարդ հայ կա, 3 հոգու մասին խոսվում է, որ վիրավորված էին։ Այս առավոտ ես մեկ ծանոթի միջոցով լսեցի, որ կարծես թե ինչ որ տիկին կամ օրիորդ էլ զոհվել է հայ համայնքից, բայց չկարողացա ստուգել, թե ինչքան հավաստի այս տեղեկությունը, այո։ Իրանական որոշ լրատվամիջոցներ նշում են, որ վերջին օրերի բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է մոտ 130 ոստիկան, իսկ ընդհանուր ցուցարարների շրջանում զոհերի թիվն ըստ տարբեր աղբյուրների կարող է հասնել մինչև 200-ի։ Ես նաև որ տեսահոլովակներ տեսել եմ այսպես կատաբժշկական սառնարաններից, որ իսկապես դիակները արդեն թե սեղանների վրա թե հատակին այսպես թրված դժբախտաբար երևում էին։ Ի վերջո հստակ թվեր չունեմ, բայց կարծում եմ, որ այս բոլորը որ ասվում է, պետք է զոհերի թիվը քիչ չլինի։ Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերին միջազգային արձագանքն էլ չուշացավ։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ առաջարկել, հաշվի առնելով ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունները։ Գերմանական Welt հրատարակությանը տված հարցազրույցում Կալասը նշել է, որ Եվրամիությունն արդեն իսկ սահմանել է լայնածավալ պատժամիջոցներ Իրանի դեմ այն անձանց և կառույցների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների, Իրանի միջուկային ծրագրի ընդլայնման, ինչպես նաև Ուկրաինայում ընթացող հակամարտության համատեքստում Ռուսաստանին Թեհրանի ցուցաբերած աջակցության համար։ Ես պատրաստ եմ լրացուցիչ պատժամիջոցներ առաջարկել ցուցարարների հանդեպ դաժան ճնշումներին ի պատասխան, ասել է Կալասն ու ընդգծել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ևս X-ի իր միկրոբլոգում հայտարարեց, որ Եվրոպան լիովին աջակցում է Իրանում ցուցարարներին և դատապարտում նրանց նկատմամբ բռնությունը։ Խոսելու, հավաքելու, ճանապարհորդելու և ամենակարևորը՝ ազատ ապրելու իրավունք։ Եվրոպան լիովին աջակցում է նրանց։ Մենք խստորեն դատապարտում ենք այս օրինական ցույցերի դաժան ճնշումը։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակելու բոլոր ձերբակալված ցուցարարներին։ Մենք կոչ ենք անում վերականգնելու ինտերնետ հասանելիությունը։ Եվ վերջապես մենք կոչ ենք անում հարգելու հիմնարար իրավունքները։ Հունվարի 8-ից Իրանի իշխանությունները խիստ սահմանափակել են տեղեկատվության հոսքը, անջատելով ինտերնետը։ Այս պահին սահմանափակ տվյալների փոխանցումը հնարավոր է միայն Starlink արբանյակային կապի միջոցով, հայտնում է Deutsche Welle-ն։ Հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են արդեն ավելի քան 2 շաբաթ։ Դեկտեմբերի 28-ին Թեհրանի գլխավոր շուկայի վաճառականները փակեցին խանութները՝ ի նշան երկրի վատ թարացող տնտեսական վիճակի դեմ բողոքի։ Ավելի ուշ ցույցերին միացան նաև այլ խոշոր քաղաքների բնակիչներ։ Այնուհետև հաղորդագրություններ տարածվեցին ցուցարարների և ոստիկանության միջև առաջին բախումների մասին, որոնց ժամանակ անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար։ Բողոքի ցույցերն աստիճանաբար քաղաքական բնույթ ստացան։ Այդ լարվածության ֆոնին ԱՄՆ-ից ևս հնչեցին կոշտ հայտարարություններ։ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հանդես եկավ հայտարարությամբ, խոստանալով իր աջակցությունն Իրանում բողոքի ակցիաներին մասնակցող ցուցարարներին։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է իրեն և առաջարկել բանակցություններ ցուցարարների նկատմամբ մահացու ճնշումների ֆոնին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Վաշինգտոնը դիտարկում է շատ ուժեղ ռազմական գործողությունների հնարավորությունը, պայմանավորված այն տեղեկություններով, ըստ որոնց բռնությունների հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։ Կիրակի օրը Air Force One-ի ինքնաթիռում լրագրողների հարցին պատասխանելով, արդյոք Իրանը հատել է ցուցարարների սպանությունների վերաբերյալ իր նախկինում հայտարարած կարմիր գիծը, Թրամփն ասել է. Կարծես թե նրանք սկսում են դա անել։ Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ իրավիճակը Վաշինգտոնում դիտարկվում է ամենաբարձր մակարդակով։ Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում, զինվորականները, եւ մենք դիտարկում ենք մի քանի շատ հզոր տարբերակներ։ Մենք որոշում կկայացնենք։
Իրանի առաջնորդներն իրենց հերթին սպառնացել են Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին պատասխան հարվածներով։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերը հայտարարել է. Միացյալ Նահանգների կողմից ռազմական հարձակման դեպքում մեր օրինական թիրախները կլինեն օկուպացված տարածքները, ինչպես նաև ամերիկյան ռազմական օբյեկտներն ու նավագնացությունը։ Իսրայելի բանակը բարձր պատրաստվածության է բերվել Իրանի հայտարարություններից հետո, հաղորդում է The Times of Israel-ը։ Իրանը չի պլանավորում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգների սպառնալիքների պատճառով, չի ձգտում պատերազմի, բայց պատրաստ է դրան, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը, հայտարարել է նա օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն իրանցիներին կոչ էր արել չտրվել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հորդորներին, որոնք նպատակ ունեն անկարգություններ հրահրել երկրում, հայտնում է իրանական Թասնիմ գործակալությունը։ Փեզեշքյանն ընդգծել է իր վարչակազմի վճռականությունը լուծելու կենսապահովման ոլորտում մարդկանց առջև ծառացած խնդիրները։ Նա ասել է, որ վարչակազմը վճռական է բոլոր իրանցիների նկատմամբ արդարացի մոտեցում ցուցաբերելու եւ սուբսիդիաների հավասարաչափ բաշխումն ապահովելու հարցում, անկախ նրանց սեռից, ռասայից կամ էթնիկ պատկանելությունից։ Ըստ Իրանի նախագահի, կառավարությունը լսել է գործարարների եւ ցուցարարների բողոքները։ Ցուցարարներին խնդրել են ներկա գտնվել կառավարության նիստերին եւ հայտնել իրենց մտահոգությունները։ Մենք որոշել ենք լուծել նրանց խնդիրները բոլոր հնարավոր միջոցներով։ Հենց այդ պատճառով մենք ամեն օր նրանց հետ բանակցություններ ենք վարում։ Մարդկանց բողոքի ակցիաները համարում ենք օրինական։ Մենք երբեք անուշադրության չենք մատնի նրանց, ովքեր օրինական մտահոգություն են հայտնում։ Իրանի տարբեր նահանգներում իրավիճակին զուգահեռ նաև զանգվածային կառավարամետ երթեր են տեղի ունենում, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Իրանի պետական հեռուստատեսությունը կադրեր է հեռարձակում մի շարք քաղաքներում կազմակերպված երթերից՝ ի պաշտպանություն գործող իշխանությունների։ Երթերի մասնակիցները դրոշներ, հակաամերիկյան եւ հակաիսրայելական կարգախոսներով պաստառներ, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդների դիմանկարներ են կրում։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։